Musa Production Սրտի տանիքներով Սամ, այս բարձրությունը քեզ վախեցնում է։ Հարասարակ փոքրությամբ մանկությունից բարձրությունից միշտ վախեցել եմ, միշտ։ Սեփական տուն է ձեր տունը, չէ՞։ Երկրորդ հարկը։ Երկրորդ։ Ամեն դեպքում այն մարդիկ, ովքեր որ բարձրահարկում չեն ապրում կամ բարձր հարկերում, իրանց համար սա մի փոքր անսովոր է։ Իսկ ես մանկուց սովոր եմ։ Չէ, հիմա ապրում եմ 5-րդ հարկում, բայց էլի չեմ հարմարվում, պատուհանից հեռու։ պատշգամբ մոտենալու դեպի Ես քեզ չեմ թողնի ապահով այս տանիքը, շնորհակալ եմ, որ այդ վախը հաղթահարելով եկել ես, անկեղծ եմ ասում։ Հատկապես քեզ տեսնելը ուրախ եմ շատ։ Շնորհակալ եմ, ես քեզ շատ սիրում եմ։ Քեզ տեսնելով շատ ջերմ հիշողություններ է արթնանում, որովհետև շատ երկար տարիներ մենք իրար ճանաչում ենք։ Բայց ինձ հետաքրքիր է, ես չեմ պատկերացնում, ինչ մթնոլորտում ես մեծացել, այն մանկության էմոցիոնալ, քաղցր, ինչի՞ չէ նաև թախծոտ հիշողությունը, որ արթնանում է սրտումդ, ո՞րն է։ Ну, ծնվել եմ նախ սկսենք երևի, հա, ծնվել եմ Էջմիածին քաղաքում։ Լավ ընտանիքում շատ, մայրս մանկավարժ էր երջանկայի շտակ, մանկավարժ դպրոցում ուսուցչի ռուսաց լեզու, ռուսկերականություն, մենք 3 երեխա։ Մեծ քույրս, ավագ քույրս, հետո Արմինեն, հետո ես։ Հետաքրքիր է, մտածել եմ 2 երեխա է։ Չէ, 3 ենք։ Ավագ քույրս էլի մանկավարժ դպրոցում ուսուցչուհի էր աշխատում երկար տարիներ, բայց հիմա արդեն չէ։ Ну, ավագ քույրս Հասմիկը ընտրեց մամայի մասնակցությունը, ես ու Արմինեն ընտրեցինք օրաքրոջս մասնակցությունը, օրաքրոջս հայտնի ու սիրելի դերասանուհի էր Էջմիածնում Սեդա Գրիգորյան։ Այդպես կուլիսներում մեծացանք ես ու Արմինեն ու սերը դեպի թատրոն, դեպի բեմահարթակ, այդպես միշտ եղել է։ Փոքր տարիքում 7 տարեկանից Էջմիածնում Արթուր Գյոլչյան կար, հիասքանչ հրաշալի երաժիշտ էր, ստեղծեց խումբ Լապտերիկ, մանկական, հա, այնտեղ 7 տարեկան էի ես ու երգում էի։ Ինձ շատ հավանեցին որպես երգիչ ու ես երգում էի շատ լավ, բան, բավականին հետաքրքիր էր։ Հետո կամաց-կամաց դեպի ավելի լուրջ մոտեցում դեպի այս մասնագիտությունը։ Ավարտել եմ Էջմիածնում դպրոցս, ուսումը ստացել եմ դպրոցում։ Արմինեի հետ հաշտ եք, թե կռվում եք։ Արմինեի հետ հաշտ ենք, մեծի հետ ենք։ Մեծի հետ եք։ Հետո ինձ միշտ նախատում էր, միշտ ասում էր, այսպես չի կարելի, այսպես չի կարելի, մենք լրիվ հակառակն էինք անում ու մենք մտածում ենք, որ դա ճիշտ է։ Հա։ Այդպես մանկությունս ու պատանեկան տարիներս անցել է Էջմիածին քաղաքում, այնտեղ եմ կրթվել, դաստիարակվել, տեսակավորվել, մարդ որպես ձևավորվել, հա, դարձել եմ մարդ։ Ու հետո 18 տարեկան դպրոցը ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվեցի այս քաղաք։ Երևան։ Այս քաղաքը դարձավ ինձ համար ամենասիրելի քաղաքը։ Իհարկե իմ Էջմիածին քաղաքը ծննդավայրս, իմ ամեն ինչն է այնտեղ, հալմատներս են ամեն ինչն է։ Բայց Երևանը շատ սիրեցի, այնքան սիրեցի, որ դարձավ շատ հարազատ սիրելի քաղաք։ Այդպես Չար երեխա էր, ենթարկվող երեխա էր։ Չէ, չար եմ եղել շատ։ Հա, նախ ինքս դպրոցում շատ լավ եմ սովորել, հա, գերազանց էի սովորում դպրոցում, բայց ահա որ չար։ Սամ, օրինակ այն ժամանակվանից, հիմա որ ասում ենք բուլինգ, բայց դա միշտ եղել է։ Երբևէ ինչ որ մեկին բուլինգի ենթարկել ես կամ դու ինքդ ենթարկվել ես, որովհետև եթե դու երգում էիր, այն ժամանակ ես հիշում եմ, որ դա ծափերով չէր ընդունվում, չէ՞։ Երեխեքը որ երգում էին, ինչ-որ թատրոն էին հաճախում, միշտ չի որ այդ հատկապես տղա երեխաների դեպքում դա լավ էր ընդունվում։ Այդ տարիքում, երբ որ այդ լապտերիկ խմբում որպես մենակատար էի փոքր երեխա էի, այդպես լավ էին ընդունում շատ։ Գեշո-մեշո երեխա էի չաղոպած, հենց, հա։ Իսկական։ Ու հետո դրա հետ շատ բարակ զրնգուն ձայն ունեի, այդ ձայնից հաշվին երևի ինձ սափարում էին ու շատ սիրում էին ինձ, հա։ Ես խնդիրներ իհարկե չեմ ունեցել, այդ նույն տարիքի հետ Իսկ ասած չաղոմաղո, լսի, ինչ որ ծաղրի առարկա դառնում էր, թե չէ դպրոցում, չէ։ Ну, իհարկե մեր տարիները դրա խորհրդային միության տարիներն էին, գուցե մի փոքր հակու կապը, որ տարբերվում է, այդպես մասսայական ավելի զանգվածային հակու կապից տարբերվում է, գուցե այդ ժամանակ ինչ որ բաներ տենց ունեցել եմ, բայց դա ես լուրջ չեմ վերաբերվել երբեք, արել եմ այն ինչ ուզել եմ ու սիրել եմ։
Գիտես ինչն է հետաքրքիր, օրինակ երբ որ ես լսում էի քո հարցազրույցներից մեկը, դու ասացիր, որ բնականաբար թատրոնում էիր ու թատրոնից հետո հեռացար թատրոնից, որովհետև դե գումար էր պետք վաստակել, իսկ թատրոնում մենք բոլորս ցավոք սրտի գիտենք, ես ինքս թատրոնի մարդ լինելով, այդ աշխատավարձը ինչքան երբեմն ծիծաղելի է։ Բայց բոլորս իհարկե նվիրյալներ ենք, արվեստի մարդը ինքը նվիրյալ է։ Դու ասացիր, որ ես ընտրեցի մենակ լինել բեմում, բայց ես քեզ հետ վարել եմ ու ես գիտեմ, որ դու ինչքան ես սիրում քո խաղընկերոջը, գործընկերոջը ու ինչպես ես իրան բարձրացնում։ Այդ նենց հետաքրքիր է, դա ամեն մեկին տրված չի։ Մարդիկ մենակ իրենց համար են վարում։ Չէ, դա ռուսերեն խոսքը коллегиальное воспитание, այդպես արտահայտություն կա։ Ես երբ որ այդ հարցազրույցը հիշեցի, մենակ սիրում եմ բեմում, այդ ժամանակ երբ որ երգում էի, կային տարիներ, որ ես որպես երգիչ էի ներկայանում, այդ ժամանակ բեմում մենակ լինել ինձ համար այդպես օվկիանոսի մեջտեղում, այդպես բայելում էի ամեն ինչը։ Ну, հիմա որպես հաղորդավար ներկայանում եմ, շոուում եմ որպես ներկայանում եմ, հիմա ես ինձ կոմֆորտ չեմ զգում, երբ որ մենակ եմ արդեն։ Կոմֆորտ չի։ Երկուսով ավելի իհարկե ամեն ինչ։ Սիրում եմ, երբ որ աշխատանքը ոչ միայն աշխատանք է, այլ նաև հարց ու պատասխան է, այդպես երկխոսություն է, կարծիքներ, երկու կարծիքների է, ցանկացած հարցում։ Մենք միասին աշխատել ենք, ինձ դա շատ հիշում եմ ու շատ լավ էր, շատ լավ տպավորություններ էին դրանք, սիրուն աշխատանք էր դա։ Հիմա չէ, հիմա սիրում եմ, որ երկուսով լինենք։ Իսկ քեզ համար կարևոր է ով է քո գործընկերը։ Ում հետ ես վարում։ Անպայման պարտադիր։ Նայեք, ես տեսնում եմ վերջերս դու հաճախ Լուզայի հետ ես, չէ՞ Ղամբարյան։ Եվ Լուիզայի Ղամբարյան, եւ Լուիզա Ներսիսյանի հետ եմ, Մաշայի հետ էլ ժամանակ առ ժամանակ Իսկ ձեռագիրը փոխվում է խաղընկերությունից միանշանակ իհարկե տարբեր ոչ, տարբեր տեսակ, տարբեր մոտեցում։ Մաշայի հետ լրիվ ուրիշ կերպ ենք աշխատում։ Երեք չի առաջ օրը Լուիզա Ներսիսյանի հետ էինք լրիվ Լուիզա Ներսիսյանի այդպես իրատեսակի մեջ էինք աշխատում։ Ու ամեն օրն է կարծում թելադրում երևի թե օրը թելադրումը տրամադրությունը հանդիսատեսը թելադրում է իրենց տրամադրությունը, վել բնականաբար աշխատում ես, որպեսզի ամեն ինչ սիրուն հավաքես, դարձնես մի մեծ կտիկ։ Սամ, երկար տարիներ է դու պահանջված հաղորդավար ու շոումեն ես։ Ոնց ես կարողանում այդ պահանջվածությունը պահես մեր երկրում։ Դա հեշտ չի, որովհետև կան արտիստներ, որոնք ասում են ինչ-որ պիկի, հետո մեկ էլ չես հասկանում ուր են այդ մարդիկ, ցավոք սրտի։ Երևի անմիջականությունն է։ Հիմնական երևի թե գործումը դա է, որ ես չեմ սիրում նախ սցենարով աշխատել։ Սցենարը ինձ այդպես քառակուսի շրջանակի մեջ է պահում ռոմկային մեջ։ Ես սիրում եմ ազատություն։ Ինքս անմիջական եմ եւ այդպես ոչ մի տեսակի գծեր չունեմ, կարող եմ անցնել բոլոր տեսակի գծերը, բոլորը իհարկե չափի, քանակի ու ցենզուրայի մեջ։ Չգիտեմ, Բայց սոցցանցերում ոնց որ ակտիվ չես։ Չէ։ Ուզում եմ հասկանալ, այսօր պարտադիր պայման է սոցցանցերում ակտիվ լինել, որպեսզի պահես դու քո, ինչ ասեմ, հաջողակ լինել, պահանջված լինել, ոնց է ստացվում, որ դու անդադար հրավերներ ունես, բայց միևնույն ժամանակ սոցցանցերում ակտիվ չես։ Սոցցանցերում Instagram-ում Հիմա ասեմ, ունեմ աշխատող աղջիկ կա, որ զբաղվում է PR-ով, դա Instagram-ն է, բայց երբեք չեմ ցանկացել, որ չափից ավել լցնել թեթև, ընդհանրապես որ կա ինքը։ Ընդհանրապես դա բավական է։ Facebook առասարակ այնց երբեմն, որովհետև հիմա Facebook-ը ագիտացիոն դաշտ լինի քաղաքականությանից դա դուրս չի գալիս, հետաքրքիր չի։ Դրա համար աշխատում եմ հեռու մնալ։ Սամ դու շատ սիրուն աչքերի գույն ունես։ Ես ուզում եմ խնդրեմ, որպեսզի դու ակնոցը Իդեպ աչքերի գույնում միցա ժառանգել մամայից, պապիկից, ոչ մաման, ոչ պապան չունեն այս գույնը։ Ոչ մաման, ոչ պապան, իրենց մոտ շագանակագույն են աչքերի երկուսի, պապիկս, պապայի պապիկս, հա, հորեղբայրս, հորաքույրս, պապայի կողմը գերերով կապույտ են աչքերը բոլորի։ Կանաչ կապույտ այդպես։ Հիշում ես առաջի հանդիպումդ կնոջդ հետ։ Ինչն էր, որ սիրտդ մի անգամից բաբախեց ավելի արագ, ինչը հրապուրեց իր մեջ քեզ։ Քնարիք ես ամուսնացել եմ 19 տարեկան։ Երբ որ 19 տարեկան էր, ես ոչինչ չէի հասկանում կյանքից։
կինես մեզ այդպես շատ հերու խնամի բարեկամ, հա, այդպես հարաբերություններ կային ու մերոնք էին տեսել, լավ երեխա է, ինքն 16 տարեկան էր, պատկերացնում եք, այդ տեսակ 16 տարեկան, վայ հավանեցինք, վայ ինչ լավ բալիկ է, այդքան կուզենք եւ այլ, համաձայնություն, օքեյ։ Այսինքն այն բուրըն սիրահարված չի եղել։ Մենք առաջին անգամ իրար տեսել ենք իրենց տանը, ուղղակի հյուր էին իրացել։ Հա, երկրորդ անգամ արդեն ես գնացի առանցին իրավ տուն։ Երրորդ անգամ ես հրավիրեցի եկան Էջմիածնում ինչ-որ սրճարանում միտեղ խոսեցինք, ու այն տարիները մի քիչ աղքատիկ, այդպես խեղճ տարիներ էին, դրանք ինչ-որ սրճարանում ծանոթացանք եւ այլ, հետո չորրորդ անգամ արդեն մենք գնացինք իրեն ուզելու։ 4 անգամ հանդիպումից հետո մարդիկ ամուսնացել։ Փառք Տիրոջ, փառք Աստծո։ Շնորհակալ եմ Աստծո, որ ամեն ինչ մեզ մոտ իսկապես իդեալական ստացվեց։ Իսկապես շատ լավ։ Իսկ սերը տարիների ընթացքում եկավ։ Երբ ամուսնացանք, երբ արդեն գծվեց մեր ընդհանուր ճանապարհը, հա, գիծը գծվեց, որ մենք պիտի անցնենք այս ճանապարհով, հետո տարիների ընթացքում այդ մտերմությունը դարձավ սեր, ընտանիք։ Այդպես։ Իսկ ինչն է, որ իրան քեզ համար անփոխարինելի է դարձնում, որպես կին, որպես ընկեր։ Իմ մեջքը, իմ թիկունքն է, իմ ամեն ինչն է, իմ ամենաճիշտ խորհրդատուն է, իմ ամենասիրելի մարդն է։ Ну, իհարկե, յուրաքանչյուրս էլ սխալներ մեր կյանքում գործում ենք, հա։ Ժամանակ առ ժամանակ ներվում են սխալները, կան ժամանակներ, որ առասարակներում չես ստանում։ Իմ սխալների համար իսկապես շատ ներել է։ Ինձ թիկունք է եղել, ինձ ավելի ուժ է տվել ու ավելի հեշտ է դարձել իմ կյանքը։ Ես իրան շատ սիրում եմ։ Դու քո կարևոր որոշումները իր հետ ես ընդունում։ Ոչ մասնագիտական, այո։ Իսկ սովորաբար այդ որոշումը քեզ հեշտ է տրվում, թե որ ասում ես 7 անգամ կտրում ես, չափում ես, հետո։ Չէ, երբեմն սխալվում եմ ու արագ եմ որոշումներ կայացնում, որի համար զղջում եմ հետո, բայց արդեն ուշալ եմ։ Դու ավելի էմոցիոնալ մարդ ես։ Շատ։ Իմպուլսիվ։ Չափից ավել էմոցիոնալ եմ, չափից ավել ու այդպես նույնիսկ պատահական ինչ-որ բան կարող եմ տեսնեմ, շատ արագ գլուխ ստեմ, որպեսզի արդյունքներ չգա աշխարհից, հա, այդպես է։ Ну իհարկե հետո երբ որ երեխաները ծնվեցին, կյանք արդեն ուրիշ կերպ դարձավ, աղջիկս Նարեն, տղաս Նարեկը, կյանքը շատ ավելի գեղեցիկ դարձավ, ավելի հետաքրքիր դարձավ։ Հետո ես էլ մեծացա, ինքն էլ մեծացավ։ Մենք երկուսս մեծացանք մեր տանը մամայից ձեռքի տակ, այդպես հապայտություն կա, չէ՞, որ ձեռքի տակ է մեծացել։ Մամա շատ լավ տնտեսուհի էր, շատ խոհանոցում, շատ համեղ բոլոր հարցերում, ու ինքն էլ շատ խելացի կիրթ կին, մեզ շատ օգնում էր, որպեսզի ճիշտ ապրենք եւ ճիշտ ճանապարհով գնայինք։ Ու Փարքիլոջի ամեն ինչ շատ իսկապես գեղեցիկ ստացվեց։ Սա իսկ երբ որ վիճում եք, ով էր առաջին հաշտության գնում։ Մենք այդքան շատ վեճեր չենք ունեցել, որովհետև երկուսս էլ փոքր էինք ու մամայի ձեռքի տակ դաստիարակվելով մեծացանք, կարծես մոտեցումները յուրաքանչյուր հարցի շուրջ միասին նույն տեսակ էր այդ ամեն ինչը, դա էր պատճառը երևի որ վեճեր շատ չենք ունեցել։ Ու իհարկե ընտանեկան վեճեր միանշանակ եղել է, բայց այնքան արագ է դա անցել նույնիսկ։ Սամ, այսօր բոլորը ձգտում են առանձին ապրելու, այսինքն առանց ծնողների։ Դա իհարկե ողջունելի է, բայց տես մաման ձեր կյանքում եղել է, չէ՞, մեծ ընտանիք եք եղել։ Դու հիմա ինչ ես կարծում, ինչպես է ավելի ճիշտ, օրինակ Նարեն, ինչպես է աղջիկը ամուսնացել է, չէ՞, ես գիտեմ, առանձին է։ Միասին նահանգերում այնտեղ հնարավոր չէ որ միասին ապրեն։ Դա հասկանում ես, գիտես, տարբեր են, առանձին են ապրում, բայց ես կարող եմ խոսել պատմել Նարեկիս մասին, տղայիս, հա, որդուս մասին, որ մենք անընդհատ ասում էինք, դե չունես ընկերուհի ունեցի, բան, չէ՞ որ մենք մեծ ենք արդեն ուզում ենք որպեսզի թորնիկ տեսնենք եւ այլ, այնքան համոզեցինք, խաբեցինք, բան, տենց հա, մի օր եկավ ասեց ունեմ ընկերուհի, Փարք Տիրոջի ասենք, շնորհակալ ենք, բացեն, երբ ես ծանոթացնում, բա ես կասեմ դες։ Մի օր եկավ, զանգ տվեց, բա ընկերուհուս հետ ուզում եմ գամ դες հետ ծանոթանալու, աշխարհը իմ ու կնոջ։ Այս շորը հանել էր, շորը հագնել։ Ասես նայել ես, չէ, պատրաստվում եք մի ֆրիշ որ տանը գնանք այն տունը դիմա, որ ընկերախուն թե են դիմում, մի խոսքով սենց ինչ որ բաների մեջ, վերջապես մեր հարսիկը, արդեն մեր հարսիկը եկան մեր տուն, ծանոթացանք շատ հավանեցին, գիտեմ ասում այնքան հարազատ էր առաջին պահից, որովհետև Նարեից նման էին շատ, արտակնապես շատ նման էին, ու այդպես ոնց որ քաղցր ոնց որ իմ բալեն, հա, այդպես։ Մեկ մի անգամից փաթաթվեցինք բան, երկեցի այդ երեխուն, ասի ուրախ եմ ծանոթացանք։ Ծանոթանալուց հետո, դե մի փոքր շփումից հետո ես հարց տվեցի, ասեցի առաջ Աստված որպեսզի ամեն ինչ լավ ստացվի, հա, ճիշտ իրա։
որտեղ կուզեք ապրեք, ունենք մի քանի տուն կա, որտեղ կցանկանաք ընտրել կապրեք, շուրջ ասեց, знаете, я хочу с вами жить։ Չեք պատել։ Էմոցիոնալ բարձրացած կա, չէ՞, այդ բայից ինչ բարձր։ Նույնիսկ գրկեցի, ասեցի, շնորհակալ եմ, ուրախ եմ։ Մենք էլ բնականաբար կանենք ամեն ինչ, որ ձեզ հանկարծ չխանգարենք, լրի փակարակ։ Հատկապես որ Նարեկը տղաս պատմել է, որ մաման շատ համով ասա։ Я хочу учиться у вас, да, готовить։ Ազգությամբ հայ է, թե ռուս։ Հայ ուղղակի երկար տարիներ իրենք ապրել են Ուզբեկիստան, իր պապայի գործերը, բիզնեսները բան են տեղա։ Իրանք մի 6 տարի առաջ տեղափոխվեցին Հայաստան, ուզեցին որպեսզի շարունակեն ապրել ինքը հենց որոշեց որպեսզի տեղափոխվեն ու ընտանիքով տեղափոխվեցին այստեղ, իրենք այստեղ տուն ունեն եւ այլ, այդպես ծանոթացել են։ Դեռ չեն ամուսնացել։ Ամուսնացել են արդեն ու միասին եք ապրում։ Իհարկե անցյալ տարի, չէ, հիմա ասեմ։ Անցյալ տարի ապրիլի 4-ին եղավ մեզ մոտ հարսանիք, ուղիղ 1 տարի մենք ապրեցինք միասին։ Դու էիր վարում Սամ։ Ջան։ Հարսանիքը դու էիր վարում։ Չէ, լավ ընկերներ են ինձ տիպունքեր ունեցողը։ Այդքան տուն Լուիզա Ղամբարյանը ու Ժակը։ Վարեցին։ Բայց շատ սիրուն հարսանիք արեցինք։ Շատ իմ լավ ընկերները շրջապատել էին ինձ։ Արկադի Դումիկյան, Ռազմիկ Ամյան, Էրիկ, Արամել։ Լավ թանկ հարսանիք արեցին։ Սպեկտակից դուրս եկել։ Այ ընկերություն։ Սպեկտակցի Հայկո եւ այլ լավ երկիչներ, լավ ընկերներ, Սոֆի Դևանի բարի խումբը շատ սիրուն բեմադրություններ էին կազմում, ամեն ինչ արել էին, բոլորը նվեր ինձ։ Իմ լավ ընկերները Կարեն Սևակ բենդ, մի խոսքով, ամեն ինչ շատ սիրուն ու լավ։ Հարսանիքից հետո 1 տարի ապրեցինք միասին, հետո Տիարան դարաց, չէ՞, այդպես ազգային գեղեցիկ տոնի ժամանակ իր papan իրենց բնակարանն նվեր արեց։ Նոելի մեզ մոտ նույն թաղամասում Ծարաբաղբյուր մի քանի շենք են կողմ Դե որ տվել են մենք ասեցին գնացեք ավելի լավ այնտեղ։ Մենք էլ մի քիչ ազատ կապրենք։ Արամոտ վարտանը ոչուսենավ այդպես։ Ակնեված պարտադրիչը չէ, ակնեված ծերես։ Մենք ասեցինք դուրս գալուց պարտադրի խալաթ է, բան այդպես հայտել որ հանկարծ գայել աղջիկ աղարսի։ Հիմա լրիվ ազատ ինքնով ենք արում, իհարկե իրանց կարոտում ենք շատ, բայց իրանք չեն էլ ցույց տալիս որ շատ չափից ավելի կարոտենք, որտեղ հաճախ գալիս են մեզ մոտ հյուր, մենք ենք իրենց մոտ գնում, շատ լավ տուն ունեն։ Ես ինքս ինչից սկսեցինք մենք։ Ես ինքս կողմնակից եմ միշտ որպեսզի նախընտանիքը մեծ լինի։ Եթե ամուսնանում են շատ ճիշտ ու լավ է, երբ միասին են ապրում։ Իհարկե ժամանակները հիմա փոխվել է, թելադրում է ուրիշ պայմաններ, ուրիշ տեսակ մոտեցում այդ հարցին։ Ես ինքս կողմնակից եմ, որպեսզի բոլորը միասին ապրեն։ Ես ուրախ, երջանիկ հայկական ընտանիք։ Մեծ ընտանիք, միանշանակ, իհարկե։ Սամ, ուզում եմ մի հարցի շուրջ խոսենք, որ գուցե քեզ մոտ չգիտեմ ինչ էմոցիաներ կարտնացնի, բայց ես գիտեմ, որ դու շատ բարդ հիվանդություն ես հաղթահարել։ Սովորաբար այդ ճգնաժամը մարդկանց ավելի մտերմացնում ու իրականում հասկանում է, թե ովքեր են իր կողքին։ Ես հասկացա, որ ընտանիքդ է եղել քո կողքին, որ դու կարողացել ես այդ հաղթահարել այդ մեծ փորձությունը։ Եվ ընտանիքը, եւ ընկերներս։ Սամ սովորաբար երբ որ հաղթահարում են, նակ Անի Քոչարի հետ որ զրուցում ենք, ինքը դրանից հետո էլ ավելի է մոտեցել Աստծուն, որովհետև հասկացել է հավատքի ուժը ու Աստծո ներկայությունն իր կյանքում, այսպես ասեմ։ Քեզ մոտ ինչպես եղավ որ ես երբեք հեռու չեմ եղել։ Տարածությունը շատ փոքր է եղել, որովհետև ինքս նորից ասեմ Էջմիածնից եմ եղել, Էջմիածնում ենք ապրել Եվ ոչ միայն կրթություն ստացել եմ Էջմիածնում, այլ նաև կրոնի կրթությունն եմ ստացել Էջմիածնում, հավատքի կրթությունը։ Մեր տունը, մեր բնակարանը անմիջապես մայր տաճար եկեղեցու անմիջապես դեմը։ Ամեն առավոտ ես արթնացել եմ քնից եկեղեցու զանգերի տակ։ Միանշանակ, երջանիկ եմ եղել միշտ ամբողջ կյանքում։ Փոքր ժամանակ Երբ որ փոքր էի այդպես մեր անմիջապես հարևանությամբ կողքը մյուս եկեղեցին էր մայրամաստվածածի եկեղեցին էր փոքր տարիքում ես անընդհատ գնում էի նայում ինձ համար շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը երբեմն նույնիսկ հա եկեղեցականները այդպես հագուստ էին հագցնում ինչ որ գավազանի նման մոմակալներ էին տալիս ձեռքս ինձ էլի մի հատ փոքր երեխա այդպես կանգնում էինք սպասում էինք թե երբ պետք է գա սրբազանը անցնի այդ ամենը ինձ դեպի հավատք դեպի իմ Աստվածը մեր եկեղեցին միշտ է եղել։ Հիվանդությունը իհարկե միանշանակ ամեն ինչ կապել եմ Աստծո հետ։ Իմ կողքին էին եւ ընտանիքս եւ ընկերներս, լավ ընկերներ, ովքեր ամեն ինչ արեցին նախ առաջին հերթին էմոցիոնալ այդ բաները, հա
որպեսզի շատ բան չլինեմ, ավելի ուժեղ ինձ զգամ, ավելի ամուր ինձ զգամ, իսկ դա շատ կարևոր է, որտեղ բոլոր տեսակի հիվանդությունները այստեղ են։ Ստա առաջի հերթին։ Ու իհարկե Փարթիրոջը նաև ուղղություն ստացա ճիշտ ճանապարհով դեպի լավ հիվանդանոց, լավ կլինիկա, դա Գերմանիայում էր Մյունխեն քաղաքում, ամեն ինչ արեցին ու ամեն ինչ իսկապես այնպես ստացվեց, որ Աստված ուզեց, որպեսզի հա, բայց այդ ընթացքում քնարիկ ջան, այնքան վատ բաներ կային, որ սկսում ես պատրաստվել մահվան։ Ամենասարսափելին դա է։ Ինչ պետք է ես անեմ, ինչ գործողություններ կան անելու, որովհետև հետո էլ ես չեմ կարող դա անել։ Ինչ-որ այդ մտածելակերպը կար։ Բայց հետո իհարկե իմ հավատքը, իմ Աստված, իմ ընտանիքը, իմ ընկերներս թիկունք դարձան ու ամեն ինչ դարձավ հետևում։ Սամ, իսկ քո կարծիքով այդ դիագնոզ ասված, այդ դատավճիռը պիտի մարդ իմանա։ Պիտի լսի բժշկից ճիշտ դիագնոզ։ Հա։ Բայց դա չի կոտրում Սամ։ Չէ, դա էլ կրթության հետ կապված է։ Ինձ սկզբում չէին ասում այստեղ Հայաստանում, հետո մենք լավ ընկեր ունենք, ինքը ասաց, որ այո, ես ուզում եմ, որ դու իմանաս։ Դու նորմալ մարդ ես, խելացի մարդ ես, իմացի, որ սա կա, ու շատ արագ հարկավոր է դեմը առնել։ Ու հնարավոր է դիմացը։ Հնարավոր է։ Գիտես ինչի, որովհետև ես Եվրոպայում հասկացա ներողություն, Գերմանիայում քնարիկ ջան, ես հասկացա, որ դա դատավճիռ չի բացարձակապես։ Դա ընդհանրապես պետք է շատ արագ նախ այստեղ, վերև, այստեղ ու շատ արագ գործողությունները դեպի ապրել։ Սամ, բայց դա մեծ ծախսերի հետ էր, չէ՞ կապված։ Քեզ օգնեցին, թե կարողացար այդ պահին տակից դուրս գալ։ Օգնեցին, ես այդ ժամանակ չէի աշխատում, այդ աստիճանի գումարներ չէի կարող ես քեզ թույլ տալ։ Հա, ընկերներ որ ասում եմ, ընկերներ հա, ամեն ինչ արեցին, իհարկե դա վերադարձվեց միանշանակ։ Լավ ընկեր ունեմ Գերմանիայում, Մյունխենում, Արամը, երբեք չեմ մոռանա ու շնորհակալ եմ Արամին շատ։ Իր ընտանիքի հետ միասին թիկունք էին ինձ այնտեղ ու ամեն ինչ անում են, որպեսզի ամեն ինչ ճիշտ ու լավ բարձր որակի լինի։ Եվ բժշկումը եւ բուժումները։ Սամ, կար մի պահ, որ ուզում էիր հանձնվեիր։ Հա, եղել է։ Այդ բադ շրջանն էր, երբ որ քիմիա էի ստանում, առաջին կուրսից հետո այնքան սարսափելի էր դա։ Չեմ ուզում խոսել դրա մասին։ Չէ, բայց ես ուզում եմ, գիտես ինչի եմ ուզում, որովհետև կան մարդիկ, որոնք այսօր կարիք ունեն քո խոսքը լսելու, անկեղծ եմ ասում։ Ես շատ եմ հանդիպել, ինձ շատ են զանգահարել այդ տեսակ մարդիկ, ովքեր նմանատիպ խնդիրի առջև էին։ Իհարկե ինքան ուժ եմ տվել խոսքից, այնքան Ես եմ ու իսկապես շատ լավ ա եղել իրենց մոտ էլ։ Յուրաքանչյուրին մարդը բուժում է ստացվել եւ ապակինվել, հա, ամենաթանկ ու հարազատ մարդն է դարձել ինձ համար, որովհետեւ նույն ճակատագիրն է կարծես։ Սամ, այդ քիմիան երբ որ լինում է ու մարդ բախվում է առաջին մեծ ապտակին, մեղմ ասած ապտակին։ Ամենամեծ ապտակը դա դեկտեմբերի 29-ն էր։ Ես դեկտեմբերի 31-ը պետքա մեր հարաբերության հրապարակում գիշերը համերգ վարեմ։ 12-ին տոնական բարեմուտի համերգը պետք է վարեմ։ Ես դրանից առաջ Գերմանիայում էի, ստացա քիմիան ամսի 20, ես հետո զանգարել էի իմ Վարշավերի։ Զանգարեցի, ասեցի մահեր իմ մոտ գուցե եւ ինչ որ խնդիր լինի մազերի հետ կապված, ասի ես խնդրում եմ, որ պահին որ ես քեզ զանգտամ, ինձ շատ արագ ընդունի։ Առավոտյան քնից սարտնացա ամսի, հա, արթնացա, լվացվելուց հասկացա, որ մազերը թափվում են ամբողջությամբ։ Մի քիչ ձեր տվեցի հասկացա, այդ ամենամեծ դեպրեսիան էր, շատ մեծ ստրես էր։ Մի անգամից շատ արագ դեպի Վարշավյանից խուզեցին, հա, սափրեցին գլուխս։ Այդ առաջինն էր, որ շատ էր։ Բայց հետո արդեն երկրորդ։ Ու վարեցիր սա։ Հա, համերգ վարեցի։ Այդ մեր մասնագիտության կապ չունի հոգումդ ինչա կատարում, բայց դու պիտի տոն ստեղծես մարդկանց համար։ Տոն ստեղծել, այո։ Հա, այդպես եղավ, հա։ Շատ լավ անցավ, այդ օրս։ Շատ սիրուն լավ համերգ եղավ։ Երբեք չպետք է ուղղակի, հա, այդպես ձեռքերը լվանալ ու ասել վերջ, չէ։ Մենք ավելի ուժեղ ենք, քան չարը։ Իրավունք ունենք պայքարելու, մենք պայքարում ենք եւ իրավունք ունենք հաղթելու։ Մենք հաղթում ենք։ Ամեն ինչ շատ լավ է։
Սամ, որովհետև այդ ժամանակ ինձ թվում է մենք ավելի շատ մտածում ենք ոչ թե մեր մասին, այլ այն մտերիմ մարդկանց մասին, ում որ առաջ պատասխանատու ենք։ Օրինակ նենց հետաքրքիր է, ես Աստված ոչան որ չորվատ կպչուն մտքեր է, չէ՞, մեկ լինում, երբ որ ես մտածում եմ, անկեղծորեն ասած առաջինը մամայիս մասին եմ միշտ մտածում, որովհետև գիտեմ իր այդ խելագար սերիմ նկատում։ Տենց էմոցիոնալ էլի ու դու հետո զգում ես, որ Աստված իմ չէ, պատասխանատվությունը սիրելի մարդկանց երբեք հուսախաբ չանել է։ Եմ մամաս չի իմացել։ Ոնց ես կարողացել նույնիսկ մենք որոշեցինք ընտանիքով մամային չասել, որովհետեւ ավակ էր տարիքով, հետո ինքն էլ շատ չափից ավելի էմոցիոնալ էր, մաման էլ գիտեց ինչպես է։ Չէր կասկածում սա։ Կասկածում էր, որ ինչ որ խնդիրներ ունեմ առողջական, ու երբ որ ես ասացի, որ Գերմանիա գնամ, շուրախաղերի եմ գնալու, հա, այդպես բան, այդպես խաբեցինք մամային, հետո երբ որ վերադարձա արդեն եկա, նոր այդ ժամանակ կամաց մենք մամային Իսկ ես հետո վեր եկել Գերմանիա։ Երբ որ արդյունքները արդեն դեպի լավն էին գնում այդ ժամանակ։ Հույս կար, հույսը արթնացել էր։ Իսկ Գերմանիայում քեզ հետո վեր եկել կինդ։ Չէ, ես այնտեղ մենակ էի գնացել, ասում եմ ինքերս Մյունխենում, իրենց ընտանիքով, նույնիսկ վարձեցինք թարգմանչուհի, որ ամբողջ օրը ինձ հետ լինի, այդ հիվանդանոցը շատ լավ հիվանդանոց էր, իսկապես բարձր կարգի բժիշկները բոլորը հրեաների էին։ Սա իսկ ինչպեսին պիտի լինի այ բժիշկ, այնտեղի բժիշկների ու մեր բժիշկների տարբերությունը ըստ քեզ ինչու՞մ է կայանում։ Մենք էլ ունենք շատ լավ բուժաշխատողներ, բայց այդ ոլորտի օնկոլոգիական բժշկությունը որքան որ բոլորս էլ տեղյակ են երկու երկիր կա, որոնք իսկապես կատարյալ են, դա Գերմանիա եւ Իսրայել, ես Գերմանիան ընտրեցի, բայց Իսրայելի բժիշկների։ Ինչ հետաքրքիր։ Հրեա բժիշկ։ Դու էիր ընտրում բժշկիդ։ Ես ինքս ընտրեցի։ Դա պիտի հավատ բժիշկը պիտի ներշնչի, քեզ պիտի լինի։ Բժիշկը իսկապես շատ լավն էր։ Իսկ ինքը ոգեշնչող խոսքեր քեզ ասում էր, այսինքն ինքը քեզ հույս տալիս էր։ Հոգեբանական, իհարկե։ Դա կարևոր է, չէ՞։ Իհարկե։ Նույնիսկ գալիս էր կատակով հայկական բառեր էր սովորում, օրվա ընթացքում գալիս էր իմ մոտ ու ինչ որ բառեր էր ինձ հայկական ասում, բան։ Այդ հումորը, այստեղից նույնիսկ շատ նույնատիպի խնդիրներով մարդիկ ես զանգահարել եմ բժիշկին, ուղարկել եմ իր մոտ, բոլորն էլ ապակինված վերադարձել են։ Փառքեստար։ Արտիրոջը, իհարկե։ Սամ, այ ընկերները մեզ համար բացահայտվում են նաև այդ դժվարությունների ժամանակ, բայց նաև ուրախությունների ժամանակ։ Ուրախությունների ժամանակ ավելի շատ են բացահայտվում։ Ավելի շատ։ Եթե երբ որ հերու բոլորիցս հերու այդ ամենը, երբ որ վատ բան է լինում, բոլորը պարտաճանաչ գալիս են խելոք, սուքուս ամեն ինչում նպաստում են, օգտակար են լինում, սատարում են, որպեսզի լավ լինի, հեշտ լինի։ Ոչ բոլորն են ցավոք սրտի, որ ուրախությունդ քեզ հետ հավասար կիսում են եւ ուրախանում են քո հաջողությունների համար, ցավոք սրտի այդպես, հա։ Եմ ասում վատ օրվանն է ճանաչվում ընկերը, ես հակառակն եմ մտածում, այ լավ օրվանն է, լավ օրվա ճանաչվում լավ ընկերը, լավ հարազատ ու սիրելի մարդը, ով իսկապես քո ընտանիքի անդամի հավասար ուրախանա քո հաջողությունների համար։ Օ, դա վտանգավոր բան է։ Սամ, մենք ունենք ընկեր օգնական, շատ կայուն ու շատ վստահելի, որը Ամյո բանկն է իր Visa Platinum քարտով, եւ իրենք քեզ համար 3 բլից հարց են պատրաստել։ Այ ինչպես ես զանազանում ծանոթներ են քեզ համար թե ընկերներ։ Մեր մասնագիտության մեջ այնքան շատ են իրանք ու խառնված, չենք կարողանում զանազանել եւ տարբերել իրարից, հա, բայց ընկեր իրական ընկերը ով է։ Ունեմ ընկերներ։ 3-4 հոգի ունեմ, որոնք իսկապես շատ լավ ընկերներ են ինձ։ Այ իրենց հատկանիշներով 3 հատկանիշ կնշես, որ ինչպիսին են իրենք քեզ համար այդ ընկերությունը։ Հավատարիմ, ազնիվ, անկեղծ։ Իսկ ընկերոջ հետ լռելը դա անհարմարություն է թե վստահություն։ Ընկերոջ հետ կարող ես լռել ու լռելով ավելի շատ բան ասես, քան խոսելով։ Իսկական ընկերոջ մասին է խոսքը։ Ես ուզում եմ քեզ նվիրել այս ընկեր օգնականին,
Խոսքը Ամիոբանկի Visa Platinum քարտի մասին է, որի հետ դու կարող ես շատ ապահով ճամփորդել, որովհետև սկսած օդանավակայանից իրենք կփաթեթավորեն քո ճամպրուկները անվճար, դու բիզնես սրահում կհյուրասիրվես եւ աստված մի արած, թե օրինակ եթե ուշացնում են, չէ՞, թռիչքդ, որը ժամանակ անց քեզ պարտավոր են, եթե դու ունես այս Visa Platinum քարտը, դրամի տեսքով կոմպենսացնել։ Եվ մի խոսքով այս ընկեր օգնականին ես քեզ եմ հանձնում։ Իդեպ ես գիտեմ, որ դու ես հաճախ մեկնում հանգստի եւ տարբեր նպատակներով, դու պարտավոր չես սпасել, որովհետեւ եթե դու ունես այս քարտը, այդ գրանցումների պահը շատ արագ ու առանց սпасելու ես անցնում։ Շնորհակալ եմ եւ քեզանից Քնարիկ ջան եւ Ամիոբանկից։ Շնորհակալ եմ։ Կյանքում ունեցել ես հիասթափություններ, խոսքը մարդկային հիասթափությունների մասին է։ Դե միանշանակ, հատկապես մեր մասնագիտության մեջ ինչքան հաճախ է, չէ, հիասթափություններ ապրում, ինչքան հաճախ դժվարություններ, խոչընդոտներ, բայց ես այսպես եմ մտածում, Քնարիկ, որ դժվարությունները, խոչընդոտները ու հիասթափությունները ստեղծված են հատուկ մարդուն ուժեղացնելու համար, ուժ տալու համար։ Երբ որ հաղթահարում ես մի դժվարություն, ինչ ուժեղ ես, չէ՞ քեզ զգում։ Իսկապես ճիշտ էի ես, հա։ Եթե չլինեին այդ դժվարությունները, խնդիրները, խոչընդոտները, ինչքան անհետաքրքիր կդառնար մեր կյանքը, չէ՞։ Ամեն ինչ է սիրուն, վարդագույն։ Դա ցավոտ է լինում այդ հիասթափությունները, որ դա մտերիմ մարդկանցից է լինում։ Իսկ դու սովորաբար այդ մարդկանց արտահայտում ես քո էմոցիաները, ասես գիտես դու, չէ՞։ Երբեք։ Երբեք չես արտահայտել, թե կյանքի ընթացքում ես քեզ հաղթել։ Երբեք չեմ Ներսես գցում։ Չէ, շատ սիրուն, շատ գեղեցիկ դասական կերպով ճանապարհում ու էլ երբեք չեմ տեսնում այդ մարդուն։ Երբեք չեմ։ Այն որ ասում են կամուրջները չպիտի այրել, ոչ միայն կամուրջները չպիտի այրել, այլ առհասարակ երբեք չանդրադառնալ դրան։ Ինքը ինձ օգնեց, ցույց տվեց իրեն, ճանաչեցի ես իրեն։ Ինքը ինձ օգնեց դա այդ հարցը։ Շնորհակալ եմ իրան, ու էլ երբեք չեմ տեսնել այդ հարցը։ Այսինքն պարզաբան է, ասել, որ ստեղ վրիպեցիր, ես ինձ նեղացրեց, ջղայնացրեց։ Թող ինքը հասկանա, եթե կհասկանա, կհասկանա, ու շատ լավ է ուրեմն։ Եթե չի հասկանա, աստված է, այդ ամենը։ Սա վերջին անգամ երբ ա եղել, որ գրպանումդ շատ քիչ դրամա ա եղել։ Ես վախենում եմ պատասխանը ասել, չեմ հիշում, երևի վաղուց, երիտասարդ տարիներին, որովհետև երբ որ սկսել եմ աշխատել, բավականին լավ աշխատել եմ ու միշտ ունեցել եմ հնարավորություններ բոլոր տեսակի։ Երիտասարդական տարիներին խնդիրներ միանշանակ շատ ու շատ եղել են։ Նույնիսկ օրեր են եղել, որ ծխախոտի գումար անգամ չեմ ունեցել, հաց առնելու գումար չեմ ունեցել։ Հա, եղել են իհարկե շատ։ Իսկ հիմա, քանի որ քո գործը ինչ որ առումով անկայուն է, չէ՞, այսինքն դու ամեն օր աշխատանքի գնում ես։ Շաբաթը մի 3 անգամ ես գնում, չգիտեմ, այսպես ասեմ, բայց դա կոպիտ ասած գրանցված աշխատող չես, որ դու ամեն ամիս ստաբիլ քո աշխատավարձը ստանում ես։ Երբեմն լինում է այդ անկայունության ու վախի զգացումը։ Սկսենք նրանից, որ ստաբիլ աշխատող եմ, գրանցված աշխատող եմ եւ ամեն երեկո աշխատում եմ։ Ոչ թե ֆինանսների համար։ Ակումբում։ Ակումբ չէ, ռեստորանում։ Ոչ թե աշխատում եմ, որովհետեւ ինձ ֆինանսի կարիք ունեմ, չէ, ընդհանրապես ինձ համար դա մարզասրահ է, աշխատանքի կոփվելու ու անընդհատ ֆորմայի մեջ մնալու համար։ Ամեն օր աշխատում եմ։ Իսկ մնացած այդպես անհատական կորպորատիվներ, համերգային ծրագրեր եւ այլ շուրախարարի դերսերը բնականաբար։ Իսկ դա արտիստի համար կարևոր է այդ ստաբիլության զգացումը։ Կարծում եմ, որ հա։ Իսկ դու ինչպես ես քեզ վրա աշխատում։ Նեք ես միշտ տեսնում եմ, դու շատ վառ ես, շատ տոնական տրամադրություն ես ստեղծում, հարուստ բառապաշար ունես։ Դու ոնց ես քեզ կարողանում անդադար հարստացնել։ Նույն լեքսիկոնը, նույն, չգիտեմ, աշխատելավոճը, ինչ որ նորամուծություններ անում ես, չես անում։ Ամենօրյա աշխատանքը ինձ լիարժեք, այդպես թեև կոփում է։ Միանշանակ, իհարկե, ամեն օր աշխատում ես տարբեր մարդկանց հետ, տարբեր տեսակի մարդկանց հետ, տարբեր դաստիարակության որակի, թեկուզ եւ մի փոքր գինովցած, ամենադժվար աշխատելը գինովցած մարդու հետ աշխատելն է։ Օ, սարսափելի է։ Այո, որ կարողանում ես իրանց հետ աշխատել, հաղթահարել։ Սիբուրի իհարկե։ Ու խնդիրների մեջ չեն գնել։ Բացարձակապես չեն գնել, լրիվ հակառակ։ Վերջում դերկախարն ու հաջողություն։ Միանշանակ։ Դե նմանատիպ խնդիրները իհարկե շատ հազվադեպ է լինում, հիմնականում մեծ հարգանք, մեծ լավ վերաբերմունք, մեկը մյուսի նկատմամբ շատ լավ ամեն ինչ։ Իմ աշխատանքս անում վերջացնում եմ, սիրուն հրաժեշտ եմ տալիս ու վերջ։ Սամ, ի՞նչն է, որ երբեք չես ներում։ Դավաճանությունը։
Իսկ այդ դավաճանությունը իր գույնը տեսակը ձևը ունի։ Դավաճանությունը ինքը արդեն բառը, բոլոր գույները կա արդեն մեջի իր ասոցի, հա, դավաճանությունը, սուտը, կեղծը, անազնվությունը։ Դրանք սարսափելի բաներ են, հերո են պահում ինձ։ Իսկ Արմինեի հետ չնայած երկու քույր ունենք, բայց ես միշտ նկատել եմ, դուք երևի նույն ոլորտում եք, դրա համար միշտ մտածել եմ, որ քույր եւ եղբայր եք։ Ես երկուսին շատ սիրում եմ, Արմինեն իմ օդը ջուրն է, իմ ամեն ինչն է, բայց ավելի շատ կապը մեծ քրոջս է։ Ինչ հետաքրքիր է։ Հա, բայց Արմինեն օդը ու ջուրն է իմ ամեն ինչն է։ Ամենաճիշտ ու լավ խորհրդատուն է, ամենալավ ընկերն է իմ կյանքի, ամեն ինչն է Արմինեն։ Բայց ես կապը ավակ քրոջս հետ Հասմիկի հետ ավելի շատ։ Հասմիկին մի օր չեմ տեսնում, շունչս կտրվում, չեմ կարողանում։ Հիմա այս բանը Եվրոպայում է, ինքը ամեն օր զանգահարում ենք իրար ու անպայման խոսում ենք երկար։ Խոսում ենք, որտեղ նույնիսկ այդ թեմա չկա, պիտի խոսենք, որտեղ լիցքավորվում եմ։ Ինքը փոխարինում է ինձ մամային։ Նախ արտաքինով էլ իրենք շատ նման են, հա։ Ես հիշում եմ մամային, երբ որ այդ տարիքում էր քրոջս, տարիքում էր լրիվ նույնն էին իրանք։ Եվ խոսելու ձևը, եւ ամեն ինչը, համել նույն երկրս էլ մանկապարզ, հա։ Հասմիկը ինձ համար շատ կարևոր մարդ է։ Իսկ ջղայնությունը տուն վրա է թափում։ Մենք մտերիմ մարդկանց վրա ենք սովորաբար։ Խավության նոխած դարձնում ենք իրենց։ Առանձնանում եմ։ Ունեմ առանձին բնակարան, այդպես առանձնանում եմ, այնտեղ։ Ինչ ես անում, գոռում ես, վատ բառեր ես օգտագործում։ Չէ, լավ երաժշտություն եմ լսում։ Գինի եմ խմում։ Հանգստանում ես։ Հա։ Զրկում եմ ինձ ամեն ինչից։ Հագվում եմ ու սիրուն գտնում եմ ջանը։ Բալասանը։ Իդեալական օրդ ինչի՞ց է բաղկացած։ Ինչ պիտի լինի այդ օրվա մեջ, որ ինքը քեզ համար հագեցած ու լիարժեք օր լինի։ Հանգիստը քնարիկ ջան, եթե հանգիստ այդ օրը չեմ աշխատում, օրինակ զանգարում եմ աշխատանքի տեղ, ասում եմ, այսօր խնդրում եմ, թողեք ինձ, ես չաշխատեմ, երեխան։ Իհարկե, հա, բնա հանգստացի։ Այդ օրը երջանկություն է։ Իսկ վարելուց դու անհանգստանում ես։ Չէ, բացարձակապես։ Ես իմ ափսեի մեջ եմ։ Վարելուց ավելի լավ եմ, ավելի ազատ եմ ես ինձ, ավելի ինչպես որ ես կամ, հա, այդպես էլ դեմում։ Սամ, իսկ օրինակ ձեր տան կոմունալ ծախսերը դու ես վճարում թե կինդ։ Դու տեղյակ ես, այսինքն ամեն ամիս ինչքան գումար է կա։ Տղաս հաշվում է ինձ ասում է, ես նստացնում եմ քարտի վրա։ Իսկ ներվայնանում ես այդ գումարը վճարելուց։ Հա։ Չէ, նո ոչ թե ներվայնանում եմ։ Դե ամեն դեպքում տհաճ է։ Ձմեռը շատ է, դա հարմար է, հարմարվել ենք մենք, պետք է ձմեռը իսկապես շատ է, դե պետք է շատ բարձր վճարենք, հա, բայց որ կարես ամառ ու էլի շատ է, դա արդեն ջղայնացում է։ Սամ, ես մի հատ անկեղծ եմ ասում, մի հատ հիանալի միջոց եմ քեզ առաջարկում չներվայնանալու ու այդ տարբերությունը չզգալու, որովհետև օրինակ ինչ որ հոսանքի հետ է կապված, մենք ունենք փայլուն գործընկեր, խոսքը մեր սիրելի Իտալ Սոլարի մասին է։ Ինքը տեղադրում է այդ արևային կայանները ու դու դադարում ես առհասարակ հոսանքի համար վճարել։ Ուրեմն այս վերջերս ես վարում էի իրենց վերաբրենդավորման միջոցառումը եւ խաղարկությունը ու 3 հաջողակներ ամբողջությամբ իրենց արևային կայանի գումարը ստացան յետ, շահեցին յետ։ Այսինքն իրենք պարբերաբար անում են նման շռայլ ու շքեղ անակնկալներ իրենց հաճախորդների համար։ Հիմա ես անկեղծորեն քեզ ասում եմ, երբ որ զանգահարես Իտալ Սոլար 812 ու ասես դե քնարիկ ասեց սրտի տանիքներով, որ sense միջոց կա էլ չներվայնանալու, էլ չվճարելու։ Բնակելի շենքում կարող են տեղադրել։ Բնակելի շենքում էլ կարող են տեղադրել։ Որոշակի ստորագրություններս հավաքում, պարտադիր չի որ դա լինի սեփական տուն։ Շատ-շատերը կան, որ հենց բնակելի շենքում են տեղադրել իրենց արևային կայանը։ Ես լրագրողներ եմ, չգիտեմ, որքանով կհամաձայնվեն մի հազարից, բայց ես կարողա այդ գաղափարը իրենց էլ ոգեշնչի, այլևս չներվայնանալու եւ կոմունալ ծախսերը կրճատելու 8128 Իտալ Սոլար, իրենք միշտ շռայլ են իրենց անակնկալների եւ նվերների մեջ։ Շնորհակալ եմ շատ, անպայման կհետևեմ, շնորհակալություն։ Եվ քեզ քնարիկ ջան եւ Իտալ Սոլար։ Շնորհակալ եմ։ Սամ, կնոջդ հետ ձեր հարաբերությունները ինչ տրանսֆորմացիաներ են ապրում։ Դե երբ որ սկզբնական այդ էտապներ են դրանք, չէ՞ լինում, հա, ընտանիք կառուցելու էտապներ են, սկզբնական ժամանակ ուրիշ տեսակ էր, ուրիշ ձև էր։ Երբ որ արդեն ծնվեց առաջնեկը, Նարեն ծնվեց, փոխվեց, փոխհարաբերությունները ուրիշ կերպ դարձավ, ավելի ջերմացավ, ավելի մտերմացավ, այդ հոգատարությունը ավելի է, չէ, երբ որ տղամարդը տեսնում է ինչքան դժվարություններ է քաշում իր կինը, ինչ խնդիրներ է լուծում ինքը միայնակ, այդ ամեն ինչը ավելի շատ սերտացնում, մտերմացնում է երևի կապը ավելի շատ։ Ինձ թվում է շոումենի կին լինելն էլ հեշտ չի, ինքը խանդոտ է, սա։
Դու տարբեր գեղեցիկ դերասանուհիների հետ վարում ես։ Դե ինքը հասկանում է շատ լավ գիտակցում է խելացի կին, հասկանում է, որ դա աշխատանքային փոխհարաբերություններ են։ Իհարկե նեղվում է, երբ որ երկար ժամանակով եմ ճանապարհորդում, օրինակ ունեցանք Միացյալ Նահանգներ հյուրախաղեր 3 ամիս։ Որքան դժվար է, չէ՞։ Համարյա խոպան։ Ամեն օր խոսում եք։ Իհարկե։ Նեղվել ունի, բայց խանդը այդ этаպը արդեն ապրել ու անցել ենք, միանշանակ։ Հիմա վայելում ենք ամենաքաղցր ժամանակաշրջանը մեր ընտանիքում, երբ շատ սիրում ենք ու իրար լավ վստահում ենք։ Բարդ ու դաժան հիվանդությունը հաղթահարելուց հետո քեզ Աստված տվեց եւս մեկ հնարավորություն, չէ՞, այսպես ասենք։ Այսինքն մենք միշտ ասենք մեր միսիան նշանակում է ավարտված չի այս կյանքում։ Ինչը փոխվեց քեզ համար, ինչը վերարժեքավորվեց։ Կյանքը ապրելու ցանկությունը, ստիմուլը։ Ավելի շատ սկսեցի սիրել կյանքը, ավելի շատ սկսեցի սիրել ու գնահատել կյանքը, ընտանիքը գնահատել ու սիրել, ընկերներիս սիրել ու գնահատել։ Իսկ արտահայտվելում էր։ Մենք երբեմն մտածում ենք, ինչ որ բան զգում ենք ու մտածում ենք, որ մեր դիմացինը կկռահի, կհասկանա, դե լավ կզգա։ Հիմա ավելի շատ ես բառերով արտահայտում ամեն ինչ, թե չէ։ Երբեմն հա, երբեմն չէ, նայած իրավիճակը, հա, նայած ինչ վիճակում ես գտնվում, ինչ հարցի շուրջ ես։ Երբեմն հա, երբեմն չէ։ Իսկ ինչը կարող է այսօր քեզ շատ ուրախացնել։ Խաղաղությունը։ Դա մեր կարծեմ բոլորիս միակ երազանքն է, խաղաղ ապրել։ Առանց տագնապի ու ապագայի հանդեպ գարուն ենք ուզում առանց պատերազմի։ Պատերազմ չունենանք։ Իսկ մեր սերունդը երևի թե միտեղ երջանիկ է, միտեղ էլ երևի թե դժբախտ է, որովհետև 17-18 տարեկան 88 թվականից երկրաշարժ սկսվեց մինչ օրս անընդհատ պատերազմներ։ Շատ ու շատ երկրների քաղաքացիներ կան պատերազմի մասին գրքերից, ֆիլմերից, ու լուրերից են իմանում։ Մեր ճակատագրի լրիվ այլ է եղել։ Մենք դրա մեջ ապրել ենք անընդհատ, մեր ներսում դա կա խաղաղություն մուրալ, խաղաղության տենչել, ցանկություն դեպի խաղաղ ապրելու, ընդհանրապես խաղաղ ապրել, ուրիշ ոչ մի բան։ Մի պատմություն հիշեցի, սրճարանում մի կին տեսնում է Պիկասոյին նստած, մոտենում է, ասում է, խնդրում եմ, էլի ես անձեռոցիկի վրա ինձ համար ինչ որ մի բան կնկարեք։ Պիկասոն ինչ որ մի բան է նկարում, հանճարեղ, կին ասում է շնորհակալություն, ասում է $10,000 սա արժի դիկին։ Ինքը ասում է, բայց դուք ուղղակի այս պահին անձեռոցիկի վրա նկարեցիք։ Ասում է, սա այս պահը չէր տիկին, սա 50 տարին էին եւ այս պահը։ Այսինքն վարպետությունը դա ուղղակի ակնթարթ չի, դա տարիների տքնաջան աշխատանք ու իհարկե տաղանդ ու հանճարեղություն, ինչը որ օրինակ ինձ համար ասոցացվում է մեր շատ սիրելի Ֆրունզիկի հետ, որովհետև ինքը անվիճելի արտիստ է ու տարիները անցնում են, բայց սերը Ֆրունզիկի նկատմամբ որպես արտիստ երբեք չի մարում։ Ու գիտես, սերունդները գալիս գնում են, նոր երեխաներ են ծնվում, բայց իրենք էլ շարունակում են Միմինո նայել, հին օրերի երգ նայել ու սիրել Մհեր Մկրտչյանին, այնպես ինչպես մենք ենք սիրում։ Ես այն երջանիկներից եմ, որ Մհեր Մկրտչյանի հետ անմիջապես շփում ունեցել եմ, նույնիսկ փորձասենյակում աշխատել ենք միասին, երբ որ ես նոր էի ավարտել Սունդուկյան թատրոնի դերասանական ստուդիան, ինձ այդպես ներկայացրեցին, այն ժամանակ Մհեր Մկրտչյան թատրոն այդ նոր առաջին քայլերն էին անում, բեմադրում էին ներկայացում Հովվիկինը։ Հացթուխիկինը, ու հովիվի կերպարի համար ինձ տարել էին ներկայացրել։ Ես էլ խաղացել եմ հացթուխիկինը։ Մի երկու շաբաթ ես ամեն օր գնում գալիս էի, հետո երևի չընտրվեցի, թե չեմ հիշում, մանրամասն չեմ հիշում, բայց այդ երկու շաբաթը եղել է ինձ համար կյանքի ամենագեղեցիկ երկու շաբաթը, որ ամեն օր Մհեր Մկրտչյանին ես տեսել եմ։ Այդ ընկրաշք էին։ Պարզ էր, չէ, անկեղծ, ջերմ։ Շատ մեծ մարդ էր, շատ լիքը, առատ։ Ցավոք սրտի, չգիտեմ, գուցե ժամանակները թելադրում են ուրիշ բաներ, բայց ցավոք սրտի մենք Մհեր Մկրտչյաններ ունենք, երևի թե չէ։ Հուսամ կծնվեն։ Առաջ Աստված, հա, հույս ունենք, որ դա լեգենդ էր, դա պատմություն էր։ Մի մեծ պատմություն։
Ֆրունզիկի հանդեպ այդ անբեկանելի սիրո արդյունքում ծնվել է Ֆրունզիկ գինին, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանի կողմից պատրաստված։ Մենք ունենք սպիտակը եւ կարմիրը, մեկը խմում ենք, մյուսը քեզ հետ տանում ենք։ Տանում ես, մեկը խմում ենք, մյուսը քեզ հետ տանում ես, որն ենք խմում, որն ես տանում։ Հետևքում որոշում ես դու, որ մեկն ենք հիմա խմում, որն եմ ես տանում։ Դարի սպիտակը խմենք, դու կարմիրը քեզ հետ տաս։ Կնոջը թող երեկոյի անշուշիկներով։ Սիրով, կարծում եմ ես շնորհակալ կլինի։ Լավ։ Վերջ։ Մի լավ ընկեր ունեմ, Սոս Սարոյանը, հետարքիր խոսքեր ունի գինու հետ կապված, ասում է, գինին մշակութային խմիչք է, օղին սոցիալական խմիչք։ Գինի իսկապես շատ եմ սիրում, հատկապես որ հպարտորեն կրում է գինին Ֆրունզիկի անունը, կարծում եմ կրկնակի հաճույքով վայելենք։ Մեծ սիրով։ Ու ես քեզ կտամ իմ բլից հարցերը։ Փորձիր։ Սամստաբիլություն թե ազատություն։ Ազատություն, ստաբիլ ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Ազնվություն։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Հաճախ։ Մարդկային մեծագույն արժեքը քեզ համար։ Ազնվություն։ Ասում որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալություն կհայտնեմ այն ամենի համար, ինչ որ ես ունեմ։ Այն ամենը այն ճանապարհի համար, որ ես անցել եմ իր հետ միասին։ Քեզ շնորհակալություն շատ։ Ես էլ քեզ շնորհակալ եմ քո անկեղծության համար, քո տեսակի համար։ Ես քեզ շատ սիրում եմ, քեզ հետ շատ հաճելի է լինել տանիքում, բեմում ու ամենուր, որովհետև դու դիմացինիդ միշտ փայփայում ես, գնահատում ես ու շատ սիրուն բարձրացնում ես։ Ես կխնդրեմ, որպեսզի անպայման իմ ջերմագին ողջույններս ու համբույրներս փոխանցես Կարինեին, որովհետև Կարային ես շատ եմ սիրում։ Դա փոխադարձա ձեզ մոտ։ Կանացիության մարմնացումը, այդ տեսակ պետք է լինի հայտինը։ Շնորհակալ եմ։ Հաղորդման գործընկերներն են Իտալ Սոլարը, Ամիո բանկը, Պրոշյանի գինու եւ կոնյակի գործարանը, Սրտի տանիքներով, Մուսա Production։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։